Ֆրինյուզի եթերում հերթական միացումն է Փարիզ, որտեղից ինձ հետ կաշխատի միջազգայնագետ Արման Ավագյանը, բարև Արման։ Ողջույն Գագիկ։ Ես որքան հասկացա, քո շապիկը ինչ-որ խորհուրդ ունի, հա, խակի գույնը, այսինքն… Դե գիտես ինչ, պայքարող տեսակի գույնն է։ Ուկրաինական պատերազմի 4 տարիներ լրացավ, որտեղից սկսել են ընդեղել իրանց լեզվով ասած տորմուս տված կանգնած են, մեր բանի հյուսային բարեկամներին նկատի ունեմ էլի։ Եվ այստեղ հարց է առաջանում, արդյոք ուղղում են, թե փոփոխում։ Հա։ Իրենք այդպես էլ ոնց որ ասած լրված մնացին այդ հարցի շուրջ, այսինքն պատասխանը չեն կարողանում գտնել, բայց իդեպ մի հետաքրքիր բան այդ մեր այն հայրենակիցների համար, որոնք անընդհատ մեզ խորհուրդ են տալիս մտնել այդ թևի տակ, հա, այսպես ասած, հյուսիսային թևի տակ, որքան ես հասկացա, Ռուսաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել, որ անհրաժեշտության դեպքում անջատվի բջջային կապը։ Դե այն մնացածների մասին արդեն չեմ ասում, իրանք արդեն եկան, տելեգրամն էլ հորով-մորով արեցին, հիմա արդեն հասնում են բջջային կապին։ Դու պատկերացնում ես ինչ հետաքրքիր բան է տեղի ունենալու, ասենք մարդիկ ինֆորմացիա են ստանալու, ինչպես 1941 թվականին, այն տարբերությամբ, որ նաև հեռուստացույցել են ստանալու, բայց ուրիշ Այո, կներես, եթե իհարկե այդ անտենաները այս արանքում ուկրաինական բանակը չտրաքացնի եւ մնա ռադիոյի հույսին։ Դե, հա, մեկ էլ տնային հեռախոսների հույսին, հա, այն լարային հեռախոսների հույսին, այսինքն Ռուսաստանի զարգացումը գնում է բարձրագույն տեմպերով։ Դե իրականում շատ հետաքրքիր է այսօր այդ ֆոնի վրա նայել ինչպես են մեր այսպես կոչված հայրենասեր ընդդիմության, բայց իրականում ռուսամոլ կամ օտարամոլ կամ ռուսամոլ ասենք, հա, ընդդիմության խոստումները եւ առաջարկները դեպի մի երկիր, որը այսօր, եթե չասենք լուզեր, ապա մեղմ ասած շատ հեռու են իրենց առաջ ֆիքսված եւ իրենց արժեվ դրված նպատակներից եւ այս ուկրաինական պայքարը ցույց է տալիս, թե ինչպիսի ձախողված եւ ձախողված քաղաքականություն է վարել Պուտինյան ռեժիմը եւ ինչպիսի արդյունքները ցույց են տալիս, թե ինչպիսի այն ցավալի իրավիճակում է, որտեղ նրանք չեն շահել, պատկերացնում ես, նրանք 1%-ից պակաս, եթե վերցնենք ամբողջ 1 տարվա ընթացքում 1%-ից էլ պակաս, մոտավորապես 0.5 եւ 1% էլ չի անում, թեկուզ 1%, գրավել են 1 տարվա ընթացքում, բայց դու պատկերացրու 4 տարվա ընթացքում ինչքանով են կարողացել հերոյացնել իրենցից եւ ատելություն սերմանել, սկսած ուկրաինական ժողովրդից, վերջացած բոլոր այդ մերձբալթյան երկրները, բոլոր հարևանները, որոնք արդեն եւ իհարկե աշխարհով մեկ, հա, եթե խոսենք պրոգրեսիստ, նորմալ մարդիկ, հա, խաղաղասեր մարդկանց շրջանում, ինչպիսի վատ համբավ, ինչպիսի վատ իմիջ կարողացավ Պուտինը իր այս գաղափարներով ստեղծել եւ երկիրը ներքաշել նմանատիպ վատ իրավիճակի մեջ, որտեղ մեզ առաջարկում են այս մեր 3 գլխանի վիշապը, հա, բաղկացած այս 3 գլխից վիշապը առաջարկում է մեզ հետ գնալ եւ կծվել այդ լուզերների թիմին։ Այո, դե մի հոգել ոնց որ ավելանում է, ես այսօր տեսա, որ քաղաքական արշավի մեջ է մտնում նաեւ քաղաքական ծանրակաշ Միրան Պողոսյանը։ Ինչ եք ասում։ Այո։ Հայտնի թմրամոլի եւ արքան, ինչքան հասկացա, եւ բանանի, հա։ Բանանի, այսպես։ Բանան եւ բանանի հետ առնչվող ինչ-որ բաներ, հա։ Մեր ասած։ Ես օրինակ հատվածներ դիտեցի
իրենց ձևի ներկայացուցիչի հարցազրույցից, հա, ինչ որ բան քո վրա տպավորություն թողես, այսինքն ինչ որ մի բան, որը հետաքրքիր էր, որի շուրջ կարելի է ծավալվել, այնտեղ մի բան կար, որ Ռուսաստանը մեր տարածքային ամբողջականության պահապանն է, հա, ես դա ֆիքսեցի եւ հասկացա, որ մենք 242 կիլոմետր տարածք չենք էլ կորցրել, Արցախի խնդիրը չի եղել, Արցախը չի հայաթափել, ոչ մի բան տեղի չի ունեցել, ամեն ինչ այսենց է։ Եվ այստեղ շատ կարևոր է նաև հավելումը քո ասացի, նաև ընդգծել Թուրքիայի նկատմամբ վերաբերմունքը, հա, Ադրբեջան-Թուրքիա հարևանների նկատմամբ վերաբերմունքը, որտեղ ակամայից մեկ բա նշվում է, որ ինչ խոսք չէ, ասում էր հարևանների հետ պետք է լեզու գտնել, պետք է Թուրքիայի սահմանը նույնիսկ բացել, բայց չմոռանանք, որ յաթաղան, հա, ցեղասպանություն, այդտեղ մտնում են կրեմլյան նարատիվները հետ են գալիս, որ նրանք միշտ կարող են մեզ կրկնել նույն բանը եւ սա պետք է լինի, չգիտեմ, արժանապատիվ հիմքով։ Մի խոսքով, այս ամբողջը գալիս է ասելու, որ սա կրեմլյան նարատիվներով համեմված մի նոր քաղաքական, այսպես ասենք, նոր մի երևույթ է, որի երանգն է փոխվում, որտեղ ավելի շատ հաղորդվում է, այսպես ասենք, տնտեսական երանգ մի մարդու, որը կարողացել, այստեղ շատ հետաքրքիր բան նաև ես նկատեցի, նա նշեց, որ այն հարցին, թե արդյոք ռուսական բան չկա, հա, այդ դոմինացիա չկա, հա, ելնայից, որ նրա բիզնեսը հիմնականում Ռուսաստանում են, շատ հետաքրքրությամբ եւ շատ ես ուղղակի ապշած եմ իմանալու, որ Արաբական Միացյալ Էմիրություններում մեծ բարերար ներողություն, մեծ ինվեստոր կա իրենց այդ միլիարդատիրոջ դեմքով, նաև Հունաստանի եւ այնտեղ Ռուսաստանը մի քիչ, հա, եթե իհարկե չասենք, որ իր կապիտալի ճնշող մեծամասնությունը ա Ռուսաստանում է, բ այդ պայմանագրերի եւ կոնտրակտների անշարժ գույքի պայմանագրերը ճնշող մեծամասնությամբ կնքված են Մոսկվայի քաղաքապետարանի հետ, ասել կուզի Մոսկվայի քաղաքապետարանի դաբրոյով, G Ռուսաստանում չկա օլիգարխ կամ 1 միլիարդից ավել գումար ունեցող, որը իր գումարները չհամաձայնեցնի շեֆի հետ, եւ D չափ ուներ այստեղ Հունաստանը։ Շատ լավ։ Չէ, իդեպ Արաբական Միացյալ Էմիրություններն էլ այսպես շղարշա, որով ասում մենք արևմուտքեր չունենք, հենա։ Երկու մինչև 10 միլիարդով ոչ մեկի չես արմասնի, այսօր միլիարդատերերի քանակը այնքան մեծ է, Գագիկ ջան, ես ու շատ լավ գիտենք, որ հայտնի բարերարը երևի թե 100-րդ կամ 500-րդ ցուցակում է միլիարդատերերի աշխարհի մակարդակով, բայց եթե Ռուսաստանի մակարդակով նայենք, ինչքանով մենք հասկացանք, չկան Ռուսաստանում օլիգարխներ, որոնք կարող են համարվել օլիգարխներ կամ մեծահարուստներ, չունենալով դրա համար վերևից իրենց այո, համաձայնությունը մեղմ ասած։ Այո։ Հա, իհարկե։ Եվ ես էլի Ռուսաստանի հետ կապված մի տեղեկատվություն ասեմ, Ադրբեջանը բնականաբար շարունակում է օգտագործել այսպես կոչված Խոջալուի դեպքերի իրենց այդ PR-ը, Թուրքիայի խորհրդարանում են անցկացրել ինչ-որ նմանատիպ մի բան, իրենց մոտ հավաքել են բոլոր ազգային փոքրամասնությունների, կրոնական կոնֆեսիաների, ինչ-որ ներկայացուցիչների ստորագրել են տվել ինչ-որ մի հայտարարություն, հեսենց բարձրագոչ, այդ իրենք լավ են։ Հա, այսինքն այնտեղ հիմնականում լեռնային հրյաների, դաշտավայրային հրյաների, վրացական դաշտավայրի եւ վրացական լեռնային հրյաների, ուդինների եւ իհարկե ոնց կարող է պատահի չլիներ ՌՊՑ-ն, Ռոսկի Պրավոսլավնի ցերկվ в Ադրբեջան եւ Բաքու իրանց լեզվով եմ ասում, որ իրենք էլ հասկանան, մեր սիրելի
գործընկեր, մեր սիրելի դաշնակից, մեր հայաստանյաց եկեղեցու քույր, եկեղեցու ներկայացուցիչը այնտեղ հակահայկական, ընդ որում շատ կոպիտ հակահայկական, որտեղ մեղադրանք է ներկայացվում ցեղասպանության, դրա տակ սիրուն ստորագրում է։ Այ թե ում հետ եք դուք մանիպուլացնելու մի բան կա։ Մի կողմից ունենք Ադրբեջան, որին եթե թողնես, մի քիչ շատ թողնեն, կարող է ասեն Հեյդար Ալիևի նախնիները Հուլիոս Կեսարի հետ գինի են խմել։ Իհարկե։ Նրանք Եթե իրանք Կրեմլը սարքել են, չէ, ինչ որ Կերեմլի ճարտարապետասարք է, որ հետո կոչվել է դրա համար Կրեմլ, ինչ կա որ դա էլ չի բացառվում։ Եվ ըստ այդմ նրանք հայելային ձևով, այսինքն նրանք այսօր նախ պետք է փորձենք հասկանալ հակառակորդին, հա, չասենք թշնամի, որովհետև այսօր մենք խոսում ենք խաղաղության մի գործիքակազմի, ինքը շարունակում է մնալ հակառակորդ, այո։ Մեր համար նա դեռ մնում է հակառակորդ, որովհետև դեռ այդ պաշտպանողական, չասենք հարձակվողական, բայց համենայն դեպս այդ պաշտպանողական եւ այդ բոլոր նարատիվները, այդ դիսկուրսները նրանք պահում են, որովհետև բոլորս է շատ լավ հասկանում ենք այս ռևանշիզմից ելնելով, այստեղ կա նաև ռևանշիզմը, կա նաև այն փաստը, որ այդ ռևանշիստները Մոսկվայի օգնությամբ կարողանում են նորից շահարկել Ղարաբաղի հետ գնալու հարցը եւ բնականաբար հայելային ձևով Հեյդար Ալիևի որդին պետք է նորից հիշեցնի, որ այստեղ կային ադրբեջանցիներ, որոնք ապրում են եւ բնականաբար հայելային ձևով պետք է այսպես ասենք, հա, նարատիվային սպառնալիք գոյություն ունենա եւ դա բոլորս էլ հասկանում են։ Բնականաբար։ Եվ իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանին, նրանք պետք է ամեն կերպ, հա, կրակի վրա յուղ լցնեն, դրա համար օգտագործեն բոլոր հնարավոր մեթոդները, հնարավոր նկատի ունենք, ինչքան հնարավոր է, որ շատ թանկ չնստի, հա, ինչքան հնարավոր է, հետո ասում են այնպեսի մի մեծ սուտ ասենք, որ հավատան, հա, դա շարունակվում է բնականում եղանակով։ Փաստը նա է այսօր, որ ինչքան մենք հետ են գնում, հա, դեպի նախկին, այսինքն նախկինից մնացած այդ խնդիրները, նույն ձևով պետք է զարմանալ, որ ըստ իս Ալիևյան ռեժիմը հայելային կերպով պետք է հակազդի նույն նարատիվներով, որպեսզի կարողանա այդ ռևանշիզմը, ինչպես ասացի, մեղմել կամ փակել, որպեսզի կարողանան վերջեջո առաջ գնալ։ Իհարկե, եթե մենք այսօր Հայաստանը քայլեր է ձեռնարկում նաև բարելավելու իր մյուս հարևանի հետ հարաբերությունները, Թուրքիայի հետ հարաբերությունները, նմանատիպ խոսույթները միանշանակ միտված են ոչ թե ընտրության ժամանակ ինչ որ ձայներ շահելուն կամ սիմպաթիաներին կամ ժողովրդի, այսպես ասած, զգացմունքների վրա ազդելով էլի տանել ընտրություններում ինչ որ քվե հավաքելուն, իրանք միտված են կոնկրետ Հայաստանին խանգարելու, որպեսզի Հայաստանը չկարողանա բարելավել հարաբերությունները իր հարևանների հետ, այդ թվում նաև Թուրքիայի հետ, որտեղ ակնհայտորեն երևում է, որ շատ ակտիվորեն պատրաստվում են նաև սահմանների բացմանը։ Եվ հիմա մեր մոտ գտնվելու են մարդիկ, ովքեր ամեն կերպ խանգարեն այդ գործընթացին։ Եվ այստեղ դեռ խանգարելը հերիք չէ, մի բան էլ, եթե կարող են կասեցնել, եթե կարող են ուշացնել, եթե կարող են Հայաստանին պահել Լարսի այդ գծի կախման միայն հույսին եւ որպեսի մենք ինչպես միջև հիմա մեր հույսը եւ մեր ամբողջը այսպես ասենք, հա, մեր հնարավորություններով մենք միայն նայենք դեպի Ռուսաստանին, նրանք պետք է փորձեն դա անել։ Ուղղակի սրանք ինձ թվում է արդեն ուշացած գաղափարներ են։ Ես կուզեի նաեւ, եթե թույլ կտաս, Գագիկ ջան, անդրադառնանք նաեւ այդ սահմանադրական, հա, այդ փոփոխություններին, որ այդ 3 դեպերից մեկը որոշել է փոփոխել, այն դեպքում, եթե անցնի, հա, այսինքն շատ կարևոր է այստեղ մի բան կա, այսինքն ես իմ քաղաքացիությունը վայր կդնեմ, հա, երկու տարբեր քաղաքացիությունը վայր կդնեմ, եթե անցնեմ։ Հիմա
պետք է մտածել, օրինակ Սփյուռքում շատ մարդիկ կան, որ նմանատիպ ձևով կարող են իրենց ասել, բայց եթե վարչապետ են դառնալու, հա, վարչապետի շանս ունեն, եթե վերջո տնեցիք շատ ուրախ կլինեն, չէ՞։ Ապա փող ունի, ապապան ուզում է դառնալ վարչապետ։ Այո, եւ իհարկե նաեւ դրանով էր պայմանավորված Հայաստանի, այսպես ասեմ, հա, վարչապետի աշխատակազմի ղեկավարի եւ Միացյալ Նահանգներում Հայաստանի նախկին դեսպանի այցը Միացյալ Նահանգներ, որտեղ գրեթե 10 հեռուստաընկերությունների հարցազրույցներ տվեցին բացատրելու համար Հայաստանի կառավարության, Հայաստանի պետության դիրքորոշումները, որովհետև այնտեղ էփվում էր բոլորովին այլ միջավայր եւ ներկայացում էր բոլորովին այլ իրականություն Հայաստանի մասին եւ Հայաստանի հետ կապված բոլոր հարցերի մասին։ Ինչ խոսք, որովհետև գիտես ինչ կա, այստեղ հարցը ըստիս երկու հարթության մեջ է։ Առաջին հարթությունը դա պրիմիտիվ անտի-նիկոլիզմը, հա, պրիմիտիվ, այսինքն անձի շուրջ, հա, դե պետք է նաև մի բան ասենք, որ վարչապետը իր անձի շուրջ ինչ խոսք շատ մեծ կոնցենտրացիա կա, հա, քաղաքական կոնցենտրացիա կա, որովհետև նա ինքը ցել է սպայքարը հեղափոխությունը, ինչ խոզնաշրջապատված է իր թիմով եւ բնականաբար նա գրում է իր ուսերին, իր անձի ուսերին, հա, եւ հերիք է լինեն մարդիկ օբյեկտիվորեն, որ կարող են չտիրել նրա անձը, չտիրել նրա դեմքը, չտիրել նրա ձայնը, չտիրել նրա գաղափարները եւ հակոստը ի վերջո, հա, ամեն ինչ։ Հա, ամեն ինչ եւ դրանից դրթված, հա, այդ կոմպոնենտներից որևէ մեկից դրթված նրանք սկսել գործել կամ մտածել հակապետական մտքերով, բայց դա մի կոնտինգենտ է, որի հետ պետք է աշխատել եւ բացատրել, որ այստեղ անձի խնդիր չէ։ Եվ կա գաղափարական, այսինքն մյուս մոտեցումը, մարդիկ, որոնք անցյալից ելնելով, անցյալում ունեցած փորձով, անցյալից ունեցած իրենց եկամուտներով կամ կաշառքով կամ չգիտեմ այլ ինչով, ավանդույթներով, այո։ Ամոթներով, հա, կենացները չենք մոռանում, հայրենասիրական կենացները միշտ եղել են, միշտ դա միշտ պետք է լինեն, որովհետև դա պարուրում է, դա փակում է, գիտես, մենք ձեզ ժողովուրդ ձեզնից գողանում ենք, բայց մենք հայրենասիրություն, մենք բանկաներով բան ենք, սահման ենք պահում, բայց մենք հայրենասիրություն, մենք տներ ենք ուրիշի անունով արձանագրում եւ բայց հայրենասիրություն Հերմես պայուսակներով, այո, բայց այդ ամբողջը մերը չի, մենք ընդամենը մենք չենք, մենք հայրենասեր, շատ համեստ եւ այդ ինչ ասածս ինչ է, որ այդ մարդիկ իրենք չեն կարող համակերպել եւ դա վերաբերում է նաեւ դրսում, հա, որտեղ նաեւ դրսում կան մարդիկ, որոնք գործի բերումով կամ չեմ ասում փախել են, հա, բայց մարդիկ կան, որոնք լքել են երկիրը, որովհետև դե ապրուստից ելնելով, դե չկա այդ նախկին համակարգը, շատերը նաև եղել են մարդիկ, որոնք նաև փախել են, որովհետև հետապնդումներ կարող են լինել, չէ, իրենց հանդեպ, եւ այսօր տեսնում ենք, մենք դրանից սկսեցինք եթերը, ինչպեսի անձիկ մենք ունենք, փառահեղ կենսագրությունով իրենց այսպես ասած քաղաքական, որոնք այսօր հայտ են ներկայացնում հետ գալու բանտում չնստելու ընդամենը։ Եվ այդ մարդիկ բնականաբար պետք է ունենան այդ խտրականությունը կամ այսպես ասենք, այդ զզվանքը, չգիտեմ, էլի իրենք պատված են այսպեսի մի զգացումով, որը վեր է կանգնում պետականամետությունից։ Այսինքն իսկ սովորական ժողովուրդը, այսինքն բնակչությունը, հայերը, հայազգի մեր հայրենակիցները, որոնք գտնվում են երկրից դուրս, որոնք օբյեկտիվորեն ինֆորմացիոն վակուում կարող են ունենալ, չէ՞, նրանց պետք է ինչ-որ ներկայացնել, ինչ է այստեղ կատարվում եւ այսօր ցավոք սրտի այստեղ խնդիրը անձերի մեջ չէ, մենք դրա մասին խոսել ենք եւ պետք է անընդհատ դա հիշեցնենք, խնդիրը ոչ թե անձերի մեջ է, խնդիրը պետականություն կառուցելու մեջ է։ Այսօր, երբ որ երեք ուկրաինական պատերազմի 4-րդ տարեդարձներ եւ այսօր տեսնում եք թե ինչպես է խափանվում ռուսական հերթական, այս անգամ ողբերգական ծրագիրը, դուք ինչպես եք տեսնում Հայաստանի նման
երկիր, այսքան քաշած, այսքան տեսած, այսքան ինչ ասեմ, այսքան տանջված հենց նույն ռուսի պատճառով նորից հետ գնա այդ նույն շրջադարձի մեջ, ինչի համար, որ մեղքի համար։ Ճիշտ է։ Միանշանակ համաձայն եմ եւ ամեն դեպքում մեր երկրի, մեր ժողովրդի տեղը դա Լուկաշենկոյի կողքին չէ։ Կրկին չեմ ուզում Բելարուս ժողովրդին, ովքեր մի քանի տարի առաջ շատ հզոր պայքարի էին դուրս եկել, ցավոք նաև Պուտինի շնորհիվ եւ ռուսական զորքերի շնորհիվ, ինչու ոչ Լուկաշենկոն կարողացավ ճնշել եւ էլի տանել մտցնել իր երկիրը, այսպես ասած, ռուսական փեշի տակ։ Հա, կրկին, սա բոլորովին միտված չէ նսեմացնելու այդ ժողովրդին կամ այդ երկիրը, սա միտված է միայն այս մեր խոսակցությունը, որը գրեթե երկրորդ, երրորդ հաղորդումը մեկ կրկնվում է, հա, հիմնական թեման, բայց կրկնելու ենք այնքան, մինչև մերոնք հասկանա, մեր ժողովուրդը այսքան հասկանալ որն է անկալի, թե վտանգը որն է։ Հա, որտեվ այս պահի շահը կամ այս պահի գայթակղությունը չի կարելի այդ գայթակղությանը տրվել եւ էքսպերիմենտ անել երկրի պետության ապագայի հետ։ Ու հետո խփել գլխին, հա։ Այո, գլխին տալ։ Եկեք լավ, վերջը եկեք հիմա այդ գայթակղություններից խոսենք, լավ։ Եթե գայթակղություններից ենք խոսում, լավ կներեք, էլի, այդ 300,000 աշխատատեղը։ Ում հաշվին, հա։ Որտեղ, հա։ Ինչ գումարով, հա։ Մի հատ ինձ դրա ֆինանսական հաշվարկը որն է։ Ներողություն, ես մի օրինակ բերեմ, կներես Արման ջան, որ ընդհատեցի, այն օրը եւս մի ընդդիմադիր հարցազրույց էր տալիս, երբ որ իրան հարց ուղեցին, ասեցին, այդ որ ասում եք Չինաստանից գնացքը գալու է Հայաստանով անցնի գնա։ Ով է ասել կամ ինչ ներդրումների արդյունքում է դա ալնելու, այդ մարդը պատասխան չունեցավ։ Այսինքն ասել միայն, որ կգա կանցնի։ Ես էլ ասում եմ, Մարսից էլ մի հատ օդանավակայան կառուցենք, ու այդ օդանավակայանի հետ միանգամից Երևան-Մարս չվերթ կդնենք, ինչ ա եղել որ։ Հա հեչ, ու այդ ամբողջը պետք է ասենք, դե գիտեք ինչ կա, մենք Պուտինի հետ իր սոտովին ունենք։ Այո, կապերել ունենք։ Կապերել ունենք, մենք զանգել ենք արդեն, ես ասել էի, վերջերս լսեցի, մեզ զանգել ասել են օքեյ է, դա հումոր է, որովհետև ինչքան կարելի է խապկանքներ ասել, լավ գիտեք ինչ կա, լավ օքեյ, հասկացանք, որ դուք ուզում եք գնալ Ռուսաստան, հասկացանք, որ չգիտեմ դուք ուզում եք գնա կամ ձեզ ուղարկել են նույնն է, մի խոսքով հասկացանք, դուք մնացել եք, չեք փոխվել։ Լավ, եկեք մի հատ նայենք ձեր ծրագիրը, էլի, ես հետ ենք ուզում նշել, այդ խապկանքներով լի ծրագիրը։ Խոսում են ինչ-որ դեղերի մասին, հետո բացահայտում են, որ այդ դեղերը արդեն պետպատվերով կամ ինչպես են ասում, այդ ապահովագրությամբ դրանք ժողովրդին հետ տալիս։ Հետո, չգիտեմ, այդ 300,000 աշխատա, բայց ինչի 300,000 որ, միանգամից 1 միլիոն ասեք։ Ես էլ եմ այդ ասում։ Ասել է։ Հա, ասել միլիոն։ Մեկա ռիսկը որն է։ Մեկա ձեր քաղաքացիությունը վայր եք դնել այն պահին, երբ ընտրվեք։ Օրինակ ես օրինակ շատ լավ էստեղից կարող եմ ասել Էֆելյան աշտարակը ուզում եմ տեղափոխել Հայաստան։ Հայաստանում դնենք, շատ լավ տուրիզմ կլինի։ Բոլոր տուրիստները որ գալիս են Ֆրանսիա, հիմա նրանք բոլորը կգան Հայաստան։ Մեզ զանգել եք Մոսկվա, ասել են օքեյ է։ Չէ, այս պարագայ Մակրոնին էլ եմ տեղեկացրել։ Մենք մոռանում, որ այստեղ բանը ոժդը նույնն է, այդտեղ ոժդը պիտի չփոխենք։ Որովհետև ոժդը, այդ великий вождь, այն որ արդեն ինքը մի խոսքով, այն որ կուպյանսկում է, բայց կարծում են արդեն Մարս է թռել։ Եվ ասել երբ որ խոսք է գնում ինչ-որ երևակայական, ընդ որում ես վատ բան չեմ ասում, որտեղ երևակայությունը ցանկացած կարող է նաև իրականություն դառնա,
բայց այս պարագայում երևակայական ինչ-որ ներդրումների, երևակայական աշխատատեղերի, երևակայական թոշակների, հիմա հենց Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ապրիլի 1-ից Եվս 10,000 դրամով կենսաթոշակները կբարձրանան, խոսքը այդ ցածր կենսաթոշակների մասն է, որքան ես հասկացա, ամեն դեպքում բացատրություններ կլինեն, պարզ կլինի ու բազմաթիվ բաներ կան, որ մեկը ասում է, էդի մեր ճնշումների հետևանքով են որոշել, ուրիշ մեկը ասում է, դա նախընտրական տրյուկ է, ժողովուրդ, լավ, այդ ամեն ինչը թողեք մի կողմի վրա, դուք խոսում եք ձեր հայրենի ժողովրդի, ձեր ազգի մասին, չեք ուրախանում, որ ասենք թիվը լավ չեմ հիշում այս պահին, բայց 100,000-ավոր թոշակառուներ կարող են եւս 10,000 դրամով ավել թոշակ ստանալ։ Այո։ Ինչ ուրախանալի է, ինչ խոս դա հրաշալի չէ, բայց մեծ առաջընթաց է ըստ էության։ Իհարկե։ Չէ որ դրանից էլ ընդամենը 1 ամիս առաջ նաև 10,000 դրամով ավելացավ ետվճարի գումարը, էդ էլ չմոռանանք, հա։ Իհարկե կապված որքանով կծախսես թոշակը, այնքանով ետվճար կլինի, բայց որը չգերազանցի 10,000 դրամը։ Այսինքն այս պարագայում տարբերությունը տարվա սկզբի եւ X օրվա հետ կազմում է գրեթե 20,000 դրամ, բայց եթե մենք հետ ենք գնում եւ նայում ենք թե անցած 25 տարիների ընթացքում որքան է թոշակ բարձրացվել, կարող ենք տես թիվ գտնել թե թոշակը բարձրացվել։ Իհարկե Չէ, դե ինչ խոսք, նրանք առաջընթացի մասին են խոսում, այստեղ կարևորը նաև պետք է, ես կարծում եմ մեր հեռուստադիտողը շատ լավ հասկանում է, բայց նաև ես եթե թույլ կտաս եւ Եվրոպայի աչքով նաև մի բան ասեմ, եթե կարելի է այսպես ասել, լսեք, այսօր Ռուսաստանի հետ որևիցե մի պրոֆեսիոնալ գործարք, բիզնես գործարք, դա համարվում է մեծ ռիսկ։ Այն երկիրը, որը կախվածություն ունի Ռուսաստանից, դե ես չեմ ասում, դե Standard & Poor's կամ այդ Moody's գործակալությունները, հա, այդ նոտացիայի, որ միանգամից պետքա իջեցնեն, հա, իմանալով, որ դուք Ռուսաստանի կցորդեք, բայց ներողություն էլի, այդ նույն օլիգարխը, որ այդպես մեծ խոսում է Ռուսաստանի, մի շատ հետաքրքիր է իմանալ, իր գումարների որ տոկոսն է սանկցիաների տակ, որ տոկոսն է ազատ, եւ որ բիզնեսներն են ազատ, որ բիզնեսներն են այդ որ մեծ խոսում են, այսօր Ռուսաստանի հետ բիզնես կամ միջավայրը, այսինքն հուսադրումներ տալ եւ իմպուլսներ տալ դեպի Ռուսաստան, այսօր դա ինքնասպանության պես մի բան է, որովհետեւ այսօր բոլորը դե ֆակտո սպասում են, հա, թե կամ չգիտեմ, ամենայն դեպս բոլորը խուսափում են Ռուսաստանի հետ բիզնես անելու, դրանք կան քաղաքական պատճառներ եւ ըստ այդմ տնտեսական պատճառներ։ Այդ երկիրը կոլապսի եզրին, ինչ եք ուզում, կոլապսի եզրին գտնվող տնտեսության, որը ինքը իր սեփական ժողովրդի վաղը մյուսօրը ով լինի, նրանք հնարավոր է կտրոններ բացեն, հա, ես չգիտեմ նրանց ոք ինչ, որովհետև այդ ժամանակը միշտ չի որ Պուտինի օգտին է, հա, եթե նա կարծում է Պուտինի օգտին է, հա, այդ երկար ժամանակը, որովհետև չմոռանանք, եթե Պուտինը որոշել է ուկրաինական կոնֆլիկտը շարունակել երկար ժամանակ, հենց վերջերս Եվրոմիությունը 90 միլիարդի այդ օգնության չնայած Օրբանի հաստատեց։ Այսինքն 90 միլիարդը դա մինիմում 1 տարվա պատերազմի գումար է, որ Ուկրաինան դիմադրելու է եւ ունենալու է ի տարբերություն Ռուսաստանի, որը գումարի խնդիր ունի ամեն օր։ Հիմա եթե դուք եկել եք այսօր էլի Ռուսաստանի եկն եք երկում։ Լսեք, մենք վերջիվերջո հայ ենք, մենք խելք ունենք։ Այսօր որ երկիրն է Ռուսաստանի հետ իր հույսը կապում։ Եթե կա այդ մի երկիր բացի աֆրիկյան երկրներից, որոնք այսօր ուրիշ քաղաքական դեռ որտեղ ղեկավարները կաշառակ են, դեռ կոռումպացված, նրանք կծված են ինչ երկրին, որպեսզի ձերբազատվեն, հա, իրենց նախկին գաղութ կարգավիճակից, այսինքն որ մի նորմալ, այսպես ասենք, հա, երկիրը այսօր Ռուսաստանի հետ կարող է իր ապագան տեսնել։ Լավ, մի կողմ թողնենք, որ մենք Ամերիկայի հետ ենք ապագան։ Ահա մի րոպե, տիպա մի հագագից դնենք, էլի, ամեն ինչի Ռուսաստան։ Այ մարդ, ձեզ ինչ պատություն արել ժողովուրդը, եկել եք ձեր այդ տափակ մտքերով տնտեսական։
Ինչ տափակ տնտեսական մտքեր, դուք Ռուսաստանի հետ ինչ տնտեսություն եք ուզում զարգացնել։ Երբ որ նա 4 կիլոմետր երկաթգիծը չի կարողացել կառուցել 30 տարվա ընթացքում։ Մեր հետ կապ։ Լավ, այսպես խոսենք, ով է խոսում բիզնեսից, մի մարդ խոսում է բիզնեսից, մի ձեռնարկության տեր, որը հեծն է կառավարել 10 տարի եւ երբ որ մենք պատտում ենք եւ նայում ենք այդ պատստանցիաներին եւ այդ կաբելներին եւ այդ եք տեսնում ձեր կառավարման հիանալի աշխատանքները։ Այո, Արման ջան, մեր եթերաժամը հաջողությամբ սպառվեց, անսպասելու, ոնց որ միշտ շնորհակալություն։ Մեր հաջորդ հաղորդմանը արդեն կամփոփենք անցնող շաբաթվա ամենակարևոր իրադարձությունները, այդ թվում նաև վարչապետի այցը Լեհաստան։ Այնտեղից էլ բազմաթիվ հետաքրքիր բաներ են լինելու։ Շնորհակալություն։ Կարևոր երկիր է Լեհաստանը ինչ-որ Եվրոպայի համար եւ կարևոր այց։ Ես եմ շնորհակալ։ Այսքանն էր այսօրվա մեր ուղիղ միացման թեման, հիշեցնեմ, որ Փարիզից ինձ հետ աշխատում էր միջազգայնագետ Արման Ավագյանը։ Ամեն բարիք ձեզ։